Շատ մարդիկ երազում են մեկ ամսում նիհարել 10 կիլոգրամ, բայց դա պահանջում է կարգապահություն։ Առաջին քայլը ճիշտ տեղեկացված լինելն է։ Կարևոր է հասկանալ, որ արագ նիհարելը հեշտ չէ, սակայն ճիշտ մեթոդներով հնարավոր է։ Նախ պետք է ուշադրություն դարձնել սննդին։ Ամենակարևորը նվազեցնել օրական կալորիաները, բայց դա պետք է արվի աստիճանաբար։ Չափից շատ կրճատումը կարող է վնասել օրգանիզմին։ Մեկ ամսում նիհարելու համար օրական կարող է պետք լինել 1200-ից 1600 կիլոկալորիա, սակայն ցուցանիշները տարբեր են յուրաքանչյուր անձի համար։ Ճիշտ կլինի հաշվարկել սեփական կալորիաների պահանջը։ Երբ կալորիաները հաշվարկված են, սկսում եք սննդակարգը։ Լավ է սնվել փոքր չափաբաժիններով, բայց հաճախ, օրինակ օրական 4-ից 5 անգամ։ Առավոտյան նախաճաշը բաց թողնել չի կարելի։ Սնունդը պետք է հավասարակշռված լինի։ Սպիտակուցները պետք է հիմք կազմեն։ Դրանց լավ աղբյուրներն են հավը, ձուն, ձուկը։ Բանջարեղենը պետք է լինի ամեն օրվա մեծ մասը, քանի որ այն հարուստ է մանրաթելերով։ Մանրաթելերը երկար ժամանակ հագեցած են պահում։ Վիտամինները և հանքանյութերը պաշտպանում են օրգանիզմը։ Օրական նվազագույնը կես ափսե բանջարեղեն ուտելը ցանկալի է, օգտակար է նաև միրգ օգտագործելը։ Սակայն որոշ դեպքերում միրգը պետք է չափավորել, քանի որ մրգերը շաքար են պարունակում։ Քաղցրավենիքից, շաքարից լավ է խուսափել։ Շաքարը կալորիաներ է ավելացնում առանց սննդարար արժեքի։ Ցանկալի է հրաժարվել արագ սննդից։ Տապակած կերակուրները նույնպես խորհուրդ չեն տրվում։ Ավելի լավ է ընտրել եփած կամ շոգեխաշած ուտեստներ։ Սննդակարգի ժամանակ անհրաժեշտ է խմել շատ ջուր։ Օրական միջինը 2-ից 2.5 լիտր։ Ջուրը արագացնում է նյութափոխանակությունը, օգնում է նվազեցնել ախորժակը։ Սուրճ կարելի է խմել, բայց առանց շաքարի։ Կանաչ թեյը նույնպես օգտակար է, այն կարող է ամրապնդել նյութափոխանակությունը։ Ֆիզիկական վարժությունները ևս շատ կարևոր են։ Առանց մարզման 10 կիլոգրամ կորցնելը դժվար է։ Ամենօրյա շարժումը մեծ դեր ունի, պետք է մարզվել շաբաթական առնվազն 4-ից 5 անգամ։ Յուրաքանչյուր մարզում կարող է տևել 30-ից 60 րոպե։ Օրինակ քայլելը ամենապարզ և մատչելի միջոցներից մեկն է։ Օրական 8-ից 12 հազար քայլը շատ լավ արդյունք են տալիս, իսկ վազքը այրում է ավելի շատ կալորիաներ։ Եթե վազել չեք կարող, արագ քայլքը բավարար է։ Կարող եք կատարել մարզումներ նաև տանը։ Մարզումները պետք է կատարել ճիշտ տեխնիկայով։ Մարմինը պետք է ժամանակին հանգստանա։ Քունը նիհարելու գործընթացում շատ կարևոր է։ Քիչ քնելը կարող է դանդաղեցնել քաշի կորուստը։ Ցանկալի է օրական քնել 7-ից 8 ժամ։ Ստրեսը նույնպես ազդում է։ Ստրեսի դեպքում օրգանիզմը արտադրում է կորտիզոլ։ Կորտիզոլը խթանում է ճարպի կուտակումը։ Հետևաբար պետք է ինչքան հնարավոր է նվազեցնել լարվածությունը։ Քայլելը շնչառական վարժությունները օգնում են հանգստանալ։ Կարելի է նաև զբաղվել յոգայով կամ մեդիտացիայով։ Քրոնիկ սթրեսը կարող է խանգարել նիհարելուն։ Օգտակար է նաև օրագիր պահել և գրել, թե ինչ եք ուտում ամեն օր։ Սա կօգնի ձեզ վերահսկել սնունդը։ Կարելի է նաև կշռվել շաբաթը մեկ անգամ։ Մեկ օրում արդյունքը տեսանելի չի լինի, բայց շաբաթական 2-ից 3 կիլոգրամ արդեն լավ ցուցանիշ կլինի։ Միաժամանակ պետք չէ շատ չափ անցնել։ Ամեն ինչ պետք է անել չափավոր։ Ավելորդ կիլոգրամներից արագ նիհարելը այդքան էլ օգտակար չէ։ Կարևորը ոչ թե միայն նիհարելն է, այլև պահպանել արդյունքը։ Դրա համար փոփոխությունները պետք է կայուն լինեն։ Աշխատեք զգուշանալ ծայրահեղ արագ դիետաներից։ Դրանք կարող են խաթարել նյութափոխանակությունը։ Ավելի լավ է աստիճանաբար, բայց կայուն նիհարել։ Որոշ օրերի արդյունքը կարող է կանգնել։ Դա բնական է։ Այդ ժամանակ պետք չէ հիասթափվել, պետք է շարունակել ռեժիմը։
Շատ օգտակար է ունենալ նպատակ։ Նպատակը ինչքան հստակ լինի, այնքան մոտիվացիան բարձր կլինի։ Դուք կարող եք թղթի վրա գրել. ես մեկ ամսում կկորցնեմ 10 կիլոգրամ և ամեն օր հիշեցնել ինքներդ ձեզ այդ մասին։ Պետք է պատկերացնեք արդյունքը մտքում, պետք է հավատաք, որ դա հնարավոր է։ Սկզբում դժվար կլինի, բայց չհանձնվեք։ Նիհարելու գործընթացը նաև ինքնակարգապահություն է։ Օրական փոքր քայլերը մեծ արդյունքի կբերեն։ Սնունդ, ջուր, մարզում, քուն, այս 4-ը կարևոր հիմքեր են։ Եթե պահպանեք այս կանոնները, արդյունքը ստացված կլինի։ Մեկ ամսում հնարավոր կլինի կորցնել մեծ քանակությամբ քաշ, սակայն առողջությունը միշտ առաջին տեղում պետք է պահեք։ Ավելի լավ է և ճիշտ է լսել ձեր մարմնին։ Եթե սրտխառնոց կամ թուլություն ունենաք, պետք է դադարեցնեք, քանի որ նպատակը ոչ միայն նիհար լինելն է, այլ նաև առողջ լինելը։ Հետևեք ձեր առողջությանը և քաշին, սիրելի բարեկամներ, չմոռանաք վերջում հավանել տեսանյութը և բաժանորդագրվել ալիքին, նաև կիսվել ձեր ընկերների հետ։